Բարի երեկո, հարգելի դիտողներ, Քաղաքագետի կաբինետն է ձեր եթերում, մի կարճ դադարից հետո նորից եթերում ենք, այսօր բազմաթիվ օրախնդիր հարցեր ունենք քննարկելու, հենց եթերից առաջ եթերի մեկնարկի պահին լուր ստացվեց մամուլում, որ Մասյացոտնի թեմի քահանաներից մեկը իբր միացել է բարենորոգումների ծրագրին, ճակերտավոր այդ իբրը վերաբերվում էր իրեն հաջորդած ամեն ինչին, բազմակի ճակերտներ։ Իսկ ինչու իբր բարենորոգման պարզ է, բայց ինչու եմ նաև ասում իբր միացել է, որովհետև հետաքրքիր էր, որոշեցի հասկանալ ում մասն է խոսքը, անունը որոնեցի համացանցում եւ պարզվեց, որ ընդամենը քանի ընդամենը 3 օր առաջ քահանան եղել է այն 21 հոգևոր սպասավորներից մեկը Մասյացոտնի թեմի, որոնք հայտնել են իրենց հավատարմությունը եկեղեցուն, Վեհապար Հայրապետին, թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենին եւ այլն։ Հիմա այսօր առավոտյան մենք իմանում ենք եզրագրող Բադոյան Սուզի մոտ կարդացի, հետո արդեն Մասյացոտնի թեմը պաշտոնապես հայտարարեց, եկեղեցին հայտարարեց, որ արտակարգ բռնաճնշումներ են տեղի ունենում թեմի քահանաների հանդեպ, ոմանց սիրաշահելով, ոմանց սպառնալով, ոմանց այսպես կոչված դատարանի թուղթը ցույց տալով, իբր տեսեք բանը, Արման Սարոյանն է բանը, թեմի իսկական առաջնորդը պարտավոր է իրեն ենթարկվել, թե չէ գործից կհանի, խայտառակություն։ Եվ հիմա արդեն մի քանի րոպե առաջ լուրն է ստացվում, որ 21 հոգուց մեկը իբր միացել է այդ ամեն ինչին։ Այստեղ տեսեք, ես միտումնավոր նույնիսկ մարդու անձը չեմ տալիս, առանձնապես բառ չի գտնելով, ովքեր որ նախանձախնդիր են, հենց իրոք հետաքրքիր է ով է, համացանցը կարա փոխարինի ինձ այս դեպքում, բայց ինչու նաև անուն չեմ տալու, այստեղ երևույթն է կարևոր, այսինքն 3 օրվա մեջ մարդը չի կարա կարծիքը փոխի։ Մենք այդպես ալիքի տակ շատ հաճախ որակումներ ենք տալիս այն հոգևոր սպասավորներին, որոնք անցնում են դե ֆակտո իշխանությունների կողմը։ Ես ինքս գրեթե ձեռնպահ եմ մնում որակումներից, եթե տալիս եմ, ապա միայն այն հայտնի լեգենդար դարձած տիրադավ բառը, որ մեր արքեպիսկոպոսներն են օգտագործել, եւ բացառապես հենց եպիսկոպոսած դասի մարդկանց հանդեպ։ Ինչու, որովհետեւ եւ քաղաքագիտությունն է կոպիտ ասած այդ ճշմարտությունն է պաշտպանում եւ նաեւ քրիստոնեությունը ասում է, որ ում շատ է տրվել, նրանից ավելի շատ է պահանջվելու։ Հիմա մի բան է, օրինակ արքեպիսկոպոս մարդու տիրադավությունը, որ բոլոր առումներով շատ է տրվել, եւ հոգեվոր իշխանության, եւ աշխարհիկ կալվածքների, ունեցվածքների, եւ Վեհապար Հայրապետի տարբեր ժամանակներում ցուցաբերած ներումների, դրա համար ասենք ոնց որ այդ տեղը կա խոսալու, այսեն դեպքը չի, որ ասեն դե ով անմեղա թող քարնետի եւ այլն։ Իսկ կոնկրետ քահանաների դեպքում գրեթե անդրադարձ չեմ կատարում, այսօր էլ անդրադարձ կատարեցի ոչ թե մարդուն, այլ երևույթին, որ հասկանանք, որ եւս մեկ անգամ հասկանանք, որ գործ ունենք պարզապես բռնապետության հետ։ Բոլոր այն մարդիկ, որ ասում են, չէ, դե ինչ բռնապետություն, դե չէ, դե սենց, դե նենց, չի։ Այս մարդը բացեք, նայեք, քահանան, ում մասին որ խոսում ենք, ընդամենը 3 օր առաջ հունվարի 17-ին, խնդրեմ, գրված է։ Որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ. ամենայն Հայոց կաթողիկոսին, մեզ համար վավերական է հունվարի 10-ի նրա տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգայանին որպես մեր թեմի առաջնորդական տեղապահ։ Մարդը 3 օրում կարա կարծիք փոխի, անցնի են կողմ, բնականաբար ոչ, մարդուն ստիպել են։
Մեր երկում ցավոք կան, այո, մարդիկ, որոնց հենց էս էլ դուր է գալիս, որոնք այս իմ վերջին պնդումից հետո, որ այս մարդուն ստիպել են, ասեն հա լավ են արել, որովհետև եկեղեցին չի թողնում խաղաղություն լինի, էսեն գործակալներ, գիտեք, այդ սաղ թուրքական բանը, առասպելաբանությունը, բայց այդ մարդիկ փոքրամասնություն են իրականում, ավելի մեծ սեգմենտ են կազմում են մարդիկ, որ հարցնես կասի չէ, ես իշխանությունների կողմնակից չեմ, բայց մի քիչ որ խոսացնես, օրինակ նույն այս դեպքի մասով, դե կասի հա դե հիմա մարդը մեջից երևի գիտի, ուրեմն բարենորոգման կարիք է, ինչ բարենորոգման կարիք, մարդը 3 օր առաջ ուրիշ բաներ ասում, ստիպել են մարդուն։ Այն 30-ականների վատ տարիներին սովետում, որ տալիս ծեծում, ջարդում, եղունգները քաշում, մատները ձեռների ջարդում, վերջում այդ ջարդած մատերով տալիս էին, որ բանը ստորագրի, ցուցմունքը, յանի ինքը ցուցմունք է տվել։ Դե հիմա ստորագրել է, հա, կայնենք, ասենք հա ստորագրել, այդ մարդու ստորագրությունն է, չէ, բացենք անձնագիրը, բացենք ցուցմունքը, նույն ստորագրությունն է, բայց գրոշի արժեք չունի այդ ստորագրությունը։ Նույն ձև էլ այսօրվա այս քահանայի ասածը։ Միգուցե կան քահանաներ, որ սրտանց են միանում, դավաճանում եւ այլն, դե Աստված իրանց հետ այդտեղ առանձնապես շատ ասելիք չկա, էլ եմ ասում, վարդապետերը, եպիսկոպոսները բարձր դասի դեպքում, հա, որ արդեն կարելի է ասել, որ չէ, այս ձեր արածը ընդհանրապես արդարացում չունի, որտեղ ձեզ շատ է տրվել եւ դրա համար ձեզնից պիտի շատ պահանջվի, որ անգամ այո, մարմնական, հոգեվոր, նյութական փորձության ժամին պիտի չդավաճանեք։ Իսկ ասենք քահանաների դեպքում մի քիչ արդեն պարագան այլ է, առնվազն ես ինձ իրավունք բարոյական եւ նույնիսկ քաղաքացիական իրավունք չեմ վերապահում այդ հարցին անդրադառնալու։ Սա այսպես հրատապ առաջ եկավ, վստահ եմ երևի հիմա արդեն ինչ-որ սկսվել է քահանայի թիրախավորման գործընթացը, նաև ազգային ընդդիմադիր մեր դաշտի կողմից, ես կարծում եմ, որ ավելի ուշագրավեր ստեղ այս հանգամանքը, որ ֆիքսենք ընդհանուր երկրում տիրող իրավիճակի ընկալման համար։ Նախքան հաջորդ թեմաներին անդրադառնալը մենք այսօր պետք է խոսանք Հակամ Ֆիդանի չարաբաստիկ հայտարարության դրա երևացած եւ չերևացած կողմերի մասին, բայց մինչ այդ եթե կնկատեք այսօր մենք երկու բան ունենք, երկու QR ունենք, աճ եւ ահյակ կողմերում, ավանդական այս մասում QR-ը որ դուք տեսնում եք, դա մեր Patreon-ի QR-ն է, մեր Patreon-ի հղումն է, կարող եք ձեր աջակցությունը բերել այս նախագծի շարունակականությանը որպես ազգային ազատ անկաշկանդ խոսքի հարթակի, իսկ այս մասում նոր ուրեմն վանդակը որ տեսնում եք, դա մեր Հայկան համալսարանի ընդունելության հայտարարությունն է, այս պահին Հայկան համալսարանում շարունակվում է 10-րդ հոսքի ընդունելությունը, ովքեր որ չգիտեն, հակիրճ ներկայացնեմ, Հայկան համալսարանը ազգային քաղաքացիական կրթական նախաձեռնություն է, բնույթով ոչ ֆորմալ, այսինքն ոչ դասական բուհական, որ գործում է 2021 թվականից սկսած, կյանքի է կոչվում Հայկական նախագիծ գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից եւ եթե կարճ ասենք, ապա նպատակը հայկական խնդիրներով Հայաստանի ճակատագրով մտահոգ երիտասարդ սերնդին, երիտասարդներին օժտել այնպիսի գիտելիքներով, հմտություններով եւ կարողություններով, որը ապագայում նրանց պետք կգա իրենց ոլորտի լավ մասնագետ, լավ առաջնորդ լինելու եւ մեր ընդհանուր հայկական հիմնախնդիրներին, որոնք մեկը չեն ցավոք, երկուսը չեն շատ են, ինչ որ լուծումներ բերելու։ Այս պահին ընթանում է թվով արդեն 10-րդ հոսքի ընդունելությունը, որովհետեւ 5-րդ ուսումնական տարին է, այնպես որ ներքոնշալ հղումով կարող եք անցնել եւ եթե ոչ հենց դուք, ապա խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր որ ձեզ համապատասխանում են Հայկան համալսարանի ընդունելության պայմաններին եւ ովքեր որ ունեն այդ ցանկությունը։ Հիմա անդրադառնանք Ֆիդանին։ Մի քանի օր առաջ մեր լրատվական դաշտը ալեկոծվեց, պարզվեց, որ Թուրքիայի արտաքին գործերի ուրբաթ էր կարծեմ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ոչ միայն չեպազորույց է տալիս, այլև այդտեղ ինչ-որ բաներ է ասվում Հայաստանի մասին։
Մեր լրատվական դաշտում հիմնականում տարածվեց, որ Հական Ֆիդանն ասել է, որ ընտրություններին աջակցելու են Հայաստանում կայանալիք ընտրություններին իրենք աջակցում են այս դե ֆակտո ղեկավարի տեխնացությանը իսկ միևնույն ժամանակ դե ֆակտո իշխանության աջակիցները այդպես խմբերով համացանցային իրական եւ կեղծ օկտահաշիվներով ամենտեղ այդպես մեկնաբանություններում հերթապայելով գրում էին, որ Ֆիդանը նման բան չի ասել, Ֆիդանը նման բան չի ասել։ Ցանկամ պարզաբանել իրականում ինչ է ասվել, հայկական նախագիծը նույնպես իր սոցցանցային հարթակներում դրել էր հենց բնօրինակ վիդեոն, կադր, որտեղ մարդը խոսում է թուրքերենով եւ հայերեն համապատասխան իմաստային թարգմանությունը։ Բայց մի փոքր մասն էր միայն այն ամբողջ ասելիքի, որ այս թեմայով կարելի է ասել։ Իսկ ասելիքը հետեւյալն է, բառացի ասվել է հետեւյալը, որ Հայաստանը մի քանի բան ունի անելու, բայց ինչպես գիտեք, ես հիմա Ֆիդանի խոսքերն եմ մեջ բերում էլի, բայց ինչպես գիտեք, Հայաստանում հունիսի սկզբին կան ընտրություններ են լինելու եւ սա շատ կարեւոր հանգրվան է եւ ինչպես մենք տեղեկացված ենք, ինչպես գիտենք, հարգարժան մեծարգո պարոն Փաշինյանը հանրային կարծիքի հարցումներում առաջատար է եւ մենք աջակցում ենք այս հարցերում նրա կառուցողական դերին եւ այդ կամքը, այդ ուղեգիծը պետք է լինեն շարունակական։ Կոնտեքստից կտրված իրականում մի քիչ ինչ-որ անհասկանալի բան է դառնում, ինչի մասն է խոսքը։ Կոնտեքստի մեջ ամեն ինչ շատ ավելի եւ արդյոք ի վերջո ասվել է, որ ընտրություններին աջակցելու են թե ոչ, հարցերի հարցը, այսպես ասենք։ Հիմա ես բացեմ ավելի մեծ տարբերակը այս մարդու խոսքի։ Նախ հարց տվողը դեր Շպիգելից էր, այսինքն Շպիգելի լրագրողներ, որը աշխատում է Թուրքիայում, թուրքա կիներ Շպիգելի թղթակցուին հարց տվեց կապված Հայաստանի հետ հարաբերություններ Միջին Միջանցք եւ Զանգեզուրի Միջանցք։ Այս մասը այդպես էլ լղոզվեց, գնաց, սան անդրադարձ չեղավ։ Մինչդեռ այստեղ շատ ավելի տխուր պատկեր է մեր առջև բացվում, քան նույնիսկ այդ ուղակի վեճը ասել է ինքը հենց ընտրություններին աջակցում ենք թե չէ։ Տեսեք, այստեղ այս մարդը ինչ է ասում։ Նախ Ատմա շատ կարևոր է, որ Նախիջևանը Ադրբեջանի մայր հատվածին նկատի ունի օկուպացված Քաշաթաղի շրջանը կապող այդ միջանցքը կյանքի է կոչվելու։ Ասում է, որ սրանով Թուրքիան արդեն ուղիղ կերպով կապ է հաստատելու թուրքական աշխարհի Միջին Ասիայի հետ։ Այստեղ ճակերտավոր ջերմ ողջույններ բոլոր նրանց, ովքեր 20 թվականից սկսած հայությանը տանում են դեպի ցեղասպանություն, խաբելով, մոլորեցնելով, թե իբր այդ պանթուրքիզմ, նեոօսմանականություն, դրանք հորինած բաներ են, տենց բան չկա։ Խնդրեմ, մարդը բառացի ասում է, թուրքական աշխարհ։ Եվ ամենակարևորը, որ խնդրեմ, գոհունակություն է հայտնում Հական Ֆիդանը, որ իրենք շատ ուրախ են, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի է կոչվում նաև Ադրբեջանի ուզած ձևով։ Այս այդպես ընդհանրապես չներկայացվեց, ուշադրության կենտրոն չբերվեց, չեմ ասում ոչ մեկը չի թարգմանել, չի տպել, բայց հանրային ուշադրության կենտրոն չբերվեց, այն որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ասում է, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի է կոչվում նաև Ադրբեջանի ուզած ձևով։ Հետո շարունակում է, ասում է, որ Ատմայից վերջերս, ինչպես գիտեք, Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ամերիկայում համատեղացման մի հատ թուղթ են թողարկել թրիփի ճանապարհ անունով։ Ասում եմ, այդ մեր ասած Զանգեզուրի միջանցքն է, այդ նույն տեղում է։ Սա էլ առանձնապես չլուսաբանվեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ իդեմս Հայաստանի դե ֆակտո իշխանությունների կողմից այդքան տարփողելի թրիփի իրենք գործ ունեն ընդհանրապես նույն Զանգեզուրի միջանցքի հետ, որի դեմ իբր այս իշխանությունները կենաց մահու կռիվ էին տալիս, որ միջանց չլինի, ես ավելի դաժան բան հիշացնեմ, որ կարծես թե մոռացվել է, իրենք նաև Արցախի լիակատար հանձնումը, հայկական շահերի զոհաբերումը երբեմն դրվագներ են եղել, որ արդարացրել են նաև սրանով։
որ դե ռուսներ, մուսներ, թուրքեր բան սաղ ասում են բան արեք, միջանց կտվեք, բայց լավ է, որ Լաչինի միջանց կային էլ տվեք, մենք էլ հերոսաբար չենք տալի, դե բայց հա պետք է Ղարաբաղը տանք, Հայաստանը պահենք, այդ իրանց գիտեք ցնդաբանությունը։ Իսկ այժմ Ղարաբաղը մեր հետ ինչ կապ ունի, մենք Հայաստանն ենք պահում։ Հիմա տեսեք, որ Ղարաբաղը տվել են, բայց մարդը իրան ճողում է, Ֆիդանը ասում է, որ թրիփ այդ կոչվածը նույն Զանգեզուրի Միջանցքի տեղում է իրականանալու։ Եվ հետո շարունակում է, ասում է, այ որ Հայաստան, Ադրբեջան այս տեմպերով գնա ամեն ինչ լավ լինի, դրան արդեն կհաջորդի հայ-թուրքական կարգավորումը։ Այս էլ հիշենք, որ նախկին իշխանությունների ժամանակ sense բան չի եղել, այսինքն ամեն ջանք գործադրվում էր, Թուրքիան էլի պահանջում էր, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական թեմաները իրար հետ կապվեն, բայց Հայաստանը չէր թողնում։ Հիմա այդ էլ մի հատ ֆիքսենք, որ էս էլ է վաղուց հանձնած, Թուրքիան հստակ մի 100 անգամ այդ նախապայմանը դրել է, որ մինչև Ադրբեջանի հետ կարգավորում չլինի, մոռացեք, մեր հետ չի լինելու։ Եվ ասում է, որ այս առումով քաղաքական կամք կա երեք երկրների առաջնորդների մոտ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, ու այ դրանից հետո ասում եմ, որ բայց բաներ կա, որ Հայաստանը պետք է անի, տենց որ պարտավոր է էլի այդ բանի մեջ, այդ դրամաբանության մեջ։ Եվ այդ կոնտեքստում արդեն ասում եմ, որ ինչպես գիտեք ընտրություններ են լինելու, մենք աջակցում ենք հարգարժան պարոն ոչ եմ դրա կառուցողական դերը այս հարցում։ Հիմա այս սաղ կոնտեքստը որ բան անենք, այս սաղ կոնտեքստը որ վերլուծենք, այո, իհարկե միանշանակ այս կոնտեքստի մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը փաստացի այո հենց նախընտրական աջակցություն հայտնել Հայաստանի դե ֆակտո իշխանություններին։ Ուղղակի այս մեծ ամբողջ կոնտեքստը պետքա բացել, որովհետև նորից արդեն այսա համառոտագրած լրագրողը հարցնում է, ասում է ինչ կա, այդ արենք ինչա կատարվում ձեր սահմանների մոտ, միջին միջանց կա, Զանգեզուր, այս այն, բա Հայաստանում ընտրություններ են լինելու, ինչ կա, вообще ինչ եք մտածում, ու այդ ամբողջ կոնտեքստի մեջ ինքը ներկայացնելով դինամիկան ինչա կատարվում, ասելով, որ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա ղեկավարները ունեն քաղաքական համաձայնություն այս հարցերի շուրջ, այդ կոնտեքստում հիշատակում է ընտրությունները, հիշատակում է ընտրություններին պոտենցիալ մասնակցող կողմերից մեկի առաջատարությունը ու իրանց աջակցելը կառուցողական դերին։ Հիմա այդ որտեղից հայտնվեց այդ կոնտեքստում։ Սովորաբար երբ որ ինչ-որ մեկին չեն աջակցում, հստակ նոյի թվի տերմին կա դրա համար։ Պարզապես ասում են այդ երկրի ժողովուրդը կկատարի իր ընտրությունը եւ մենք հաշվի կնստենք այդ ընտրության հետ։ Այ երբ որ իրականում ինչ-որ մեկին չեն աջակցում, չեզոք դիրքավորում են ունենում, այդպես են ասում։ Խաղաղության կոչ են անում, անկապ են, որ ասում են դե մենք հա կողմերին կոչ ենք անում։ Բայց այս դեպքում մարդը հստակ դիրքորոշում արտահայտում եւ հատկապես ոչ շատ կնեք, այս դիրքորոշումը նոր չի, այսինքն Սրբազան պայքարի ժամանակ Պարզը արտաքին գործերի նախարարը չէր, շատ ավելի ցածրաստիճան մարդիկ էին, բայց կանգնում ասում էին, եթե հանկարծ այն մեր աղբերը ընդ Հայաստանում նեղություն է քաշում, ժանդարմական բան ուղարկենք, բրիգադ մի հատ ուղարկենք, թող Երևանում կարգ ու կանոն հաստատեն։ Մոռացել եք, ընդամենը տարուկես 2 տարի առաջ էր։ 2021 թվականի փետրվարին, երբ որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը ընդամենը հայտարարություն էր տարածել, ընդամենը փողոցներում Երևանի տանկեր չէին շրջում, օդում ինքնաթիռներ չէին սավառնում, ընդամենը հայտարարություն էր տարածված։ Թուրքիան ճողում էր իրան, 6 հայտարարություն արեց։ Այդում Էրդողանի մասշտաբով, մակարդակով, որ մենք այս ամեն ինչին դեմ ենք, չենք հանդուրժելու։ Այսինքն էլ քանի բան պետք է լինի, որ երևա, որ Թուրքիան այս իշխանություններին աջակցում է։ Նույնը եղել է նաև Տեր-Պետրոսյան Լևոնի ժամանակ, Լևոնը որ հրաժարական տվեց, թուրքական մամուլը այդպես Պանիխիդայի բանով տրամադրությամբ լուրեր էր տպում, որ վայ, բայց ինչ վատ եղավ, իր այդ լեզու ենք քշնում եւ այլն, բայց սա անցած գնացած պատմություն է։ Վերադառնանք մեր ոչխարներին։ 3 չառաջի օրը մոտավորապես ժամային առումով արդեն համարյա 3 ամբողջությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը խոսացել է բանի հետ ամերիկացի գործընկերոջ Մարկո Ռուբիոյի եւ նա էլ բարձր է գնահատել, հա ասել է շատ լավ է որ Հայաստան բանեք
բառը նույնիսկ դժվարանամ ճիշտ թարգմանել, առաքել, մատակարարել, երևի ավելի շատ առաքել բենզին եք առաքում, հա դա վկայում է, որ դուք խաղաղության գործընթացին հավատարիմ եք, ինչպես դա ամրագրված է ամսի 8-ի թղթով, օգոստոսի 8-ի, անցած տարվա։ Օգոստոսի 8-ի թղթով առանձնապես տես բան դե գրած չի, որ Ադրբեջանը պետք է Հայաստան նավթ ուղարկի, բենզին ուղարկի։ Այսինքն ինչ է ստացվում, որ մեզ գցում են կախվածության մեջ, իրականում այս բանի պատմությունը ընդամենը մի շղթայի մի օղակն է, նախորդին նաև արդեն սկսեցին լուրեր շրջանառվել, որ Ռուսաստանից Հայաստան բերվող հեղուկ գազը ադրբեջանական երկաթգծով է սկսելու բերվել, փաստացի այն ինչ տեղի ունենում մեզ գցում են կախվածության մեջ, բայց բնականաբար արտաքին աշխարհին այդ մատուցվում է Հայաստանի դեֆակտո իշխանությունների կողմից եւ թողտվությամբ Հայաստանում իրանք են իրաց ճղում մարդկանց համոզելու համար, որ այս աշխարհի ամենալավ բանն է, թուրքերը նայեք ինչ են անում, դուք անշնորհք եք։ Բայց իրանք են երկի ներսում տենց անում, պարզ Ալիևն էլ այսօր ասել է մենք հայերին բան ենք տալի, նավթ ենք տալի, всё մենք հավերժական խաղաղության ճամփան ենք բռնել, իրանք այդքան կախված են դրանից, այն ինչ որ ես մի քանի թողարկում առաջի դեպք կանխատեսել էի։ Եվ հանկարծ մի օր եթե հայերը շշկրվեն, դա չի ասվում, բայց արդեն դրանից բխում է, հանկարծ մի օր հայերը շշկրվեն, всё կասենք, տեսեք հիմա ով է ապակառուցողական։ Այս իշխանությունների եթե ամենա հակազգային, ամենաստոր քայլերի եռյակ կազմենք, դա բնականաբար առաջին տեղում այսպես գծիկով, հա, պատերազմ, տարածքային մարդկային կորուստներ, դա մի հոդվածով է գնում։ Երկրորդ, երրորդ տեղերում արդեն գալիս են, որ Թուրքիան, լավ, հələ Թուրքիան մի կողմ է, Թուրքիա է ի վերջո, հասկացանք, Ադրբեջանը ձայնի իրավունք է ստացել հայկական համանվագում, Հայաստանի ներքին բաներում, ներքին հարցերում։ Ալիևը ով է, որ կանգնի ասի, պետք է հələ շուտ ասեք, երբ են բանը թուրքերը հետ գալիս Հայաստանային տարածք, вообще այդ ինչ շնորհք է Հայաստանում բանը վատ վերաբերմունք կա թուրք ժողովրդի հանդեպ, բան էս չա կատարվում ձեր սահմանադրությունը, էս այն էլ, հələ Թուրքիան միշտ է ասել։ Թուրքիան միշտ Մասիսար, սահմանադրություն, Ղարաբաղցի նախագահներ միշտ այդ թեմաներին կպել է։ Դա է պարզ է Արցախ, ցեղասպանության պահանջատիրություն, խոսք չկա, կպել է։ Բայց Ադրբեջանը չկար այդքան, որ ասենք բան աներ էլի, կանգներ տենց խոսար։ Նույն թուրքերը չէին թողնի։ Հարկ ասային մենք խոսում ենք, հասկացանք, մեր թափը այդքան հերիքում է։ Դու քեզ ճղում ասում ես հողերից 20%-ը գրաված է, շուռ ես գալի ասում ես բան է, սահմանադրությունից, սահմանություն դու հողերը հետ բեր, հետո նոր իր սահմանությունից խոսա։ Թուրքիան առաջին հերթին չէր թողի, որը տենց հաբրգեր Ադրբեջանը չեղած տեղը։ Իսկ հիմա արդեն եղած տեղն է հաբրգել։ Դա երկրորդ ստորությունն է եւ իհարկե երրորդը Հայաստանը միտումնավոր Թուրքիայից Ադրբեջանից կախվածության մեջ գցելը այդ 20 թվականի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներ, կարծեմ դեկտեմբերն էր, երբ որ առաջին այդպես ճակերտավոր ծիծեռնակները սկսեցին գալ խաղաղության պայմանագրել չէ, նույնիսկ կարծեմ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման, մի շատ սառը ցնցուղային գրառում էի կատարել, որ Հայաստանը այս պատերազմից հետո նոր բրծեր պատերազմը կամ երկու ճանապարհ ուներ այս իշխանությունների օրոք կամ կոպիտ ասած պետք է դառնար ռուսական կցորդ կամ թուրքական կցորդ բայց խոսքը այս պայմանն է այս իշխանությունների օրոք դե բնականաբար այդ բանի մեջ հավասարման մեջ այս սցենարային զարգացումների մեջ միշտ կա նաև երրորդը նորից շարունակել հետապնդել ազգային պետության տեսլականը լավ ասենք գրավել են մեր Ղարաբաղում պետք է ազատագրել չէ Նախիջևանը այն մյուսը պետք է ինչ-որ ազգային օրակարգ ունենալ շարունակել անել բայց քանի որ իրանք դա չէին անելու արդեն պարզեր այդ սա հայտնի հայտարարությունները արդեն եղել էին Շուշին դժգույներ դժբախտեր լրիվ պարզեր իրանց հետ կապված ամեն ինչ գրել էի որ կամ ոնց որ ռուսական օրբիտայի մեջ պետք է գնար կամ թուրքական հիմա դրա ականատեսն ենք ըստ որում ինքը հա կարելի ասել դե իրանց զուտ իրանց իշխանությունն է հետաքրքիր եւ այլն միգուցե թեպետ ես դրա կողմնակիցը չեմ այդ մոտեցում ես համարում եմ որ ցանկացած խելահաս մարդ մոտավորապես երևի արդեն 15-16 17 տարեկանից եւ դե էլ ավել չեմ ասում ցանկացած խելահաս մարդ իրականում որոշակի գաղափարախոսության կրող է որոշակի իզմ ունի այն կարող է երբեք էլ չիմանա այդ իզմի անունը որովհետեւ
չիմանա ուղղակի ուրիշ մասնագիտություն ունենա, չեմ կոշկակարա, ոսկերիչա, IT-ով զբաղվում, բժիշկ է, իրան ոչ պետք չեն այդ բառերը։ Բայց մեկը ինքը ինչ-որ մի իզմի կրող է։ Նույն ձևել ցանկացած իշխանություն։ Ես խորապես համոզված եմ, որ այս իշխանությունը ի սկզբանե եղել է թուրքիզմիկ կրող, թուրքական օրիենտացիայի կրող, բայց նույնիսկ անգամ եթե ենթադրենք, որ ուղղակի այս պահին թուրքերն են իրանց օգնում իշխանության մնալ դրա համար, միևնույնն է, սա ասենք ստորություն է Հայաստանի դեմ, որովհետև սա նախացեղասպանական ական է հայկական ճակատագրի տակ։ Որտեվ էկուզ մյուս օր երբ որ մարդկանց զահլ են գնաց արդեն այս ձև ապրելուց, որ Ադրբեջանը մի օր բենզինը ուղարկի, մի օր չուղարկի, Ռուսաստանից եկող գազի ճամփեն մի օր բացի, մի օր փակի, ասի դե ես ինչ բանը զիջեք որ բացեմ, հա, չեք զիջում, դե դուք անշնորհակալ եք, ես ձեզ գազ ու բենզին եմ տալիս, դուք չեք անում։ Մարդիկ մի օր արդեն որ զզվեն, ոտքի կանգնեն, թուրքերը գալու են ասեն մի րոպե, բայց այս սենց է եղել վախտին, մոռացել եք։ Սա ցեղասպանության անատոմիան է։ Հիմա քանի որ Ռուսաստան-Թուրքիա թեման որոշակի արծարծվեց, ես կուզեմ նաև ընթերցողներից մեկի համակին պատասխանել, որ իրականում մի հոգի է գրել, բայց ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարց է։ Մոտավորապես այսպիսի ինչ-որ չափով կշտամբանք, ինչ-որ չափով սրտացավ քննադատություն չեմ ճանաչում մարդուն, դրա համար կդժվարանամ ճիշտ բնորոշում տալ, դրա համար ավելի լավ է գրածը կարդամ։ Ես ռուսատյաց չեմ, արևմտամոլ չեմ, իմ համար տարօրինակ է, դուք ազգայնական քաղաքագետ եք, բայց ռուսամետ եք ուղու։ Նժդեհի մտքերով եք կիսվում արևմուտքի մասին, բայց ոչ մի թթու կծու կամ դառը խոս Ռուսաստանի մասին։ Համոզված եմ տեղյակ եք Նժդեհը նաև ռուսների դեմ է պայքարել, տեղյակ եք Նժդեհին Ռուսաստան մեղմ ասած չեն սիրում։ Դե հետո ավանդական մեղադրանքը Ռուսաստանի հասցեին, որ թուրքերին զենք է ծախում, խաղաղապահները գործը չեն անում եւ այլն եւ այլն։ Նախ փորձեմ թեման հետաքրքրական պահել ընդհանուր բոլոր դիտողների համար էլի։ Նժդեհը ռուսների դեմ կռվել է, թե ոչ։ Մեր ընկերը եթե խորագետ է Նժդեհին, ինքը ուրեմն կարող է փորձել նայել, արդյոք Նժդեհը ինքնին այդ բառը օգտագործում է, թե ոչ։ Կարամ հիմա կարճ հուշում ասեմ, չի օգտագործում։ Նժդեհի եւ ֆիզիկական կռիվը գետնի վրա եւ գաղափարախոսական կռիվը, որը հետո նա մինչեւ 44 թվական տարել է, եղել է բոլշևիզմի դեմ։ Նույն անում են ռուսներն ու բոլշևիզմը պատմական տվյալ իրավիճակում, հա, բայց մեր ընկերոջ հարցը պատմական այդքան էլ տվյալ իրավիճակի մասին չի, այլապես չեր ասի ինչի այսօր չես քննադատում Ռուսաստանին, կասեն ինչի չես քննադատում 1920 թվականի Ռուսաստանին։ Հետեւաբար այստեղ մեծ կոնտեքստն ավելի կարևոր։ Մեծ կոնտեքստում չէ, դրանք անպայման չեն նույն անում։ Օրինակ այսօրվա Հայաստանի դե ֆակտո իշխանությունը իրանք բնույթով բոլշևիկյան են, որովհետև հասկանանք ինչի մասին է բոլշևիզմը։ Բոլշևիզմ նշանակում է ազգությունը որպես կատեգորիա հերքել, որ կա ոչ թե ազգությունը որպես կատեգորիա, այլ կա դասակարգը, եւ քանի որ պետք է ստեղծվի նոր տեսակի հասարակարգ, որտեղ միայն դասակարգը պետք է լինի տիրապետողը, որում կոնկրետ դասակարգը հարստահարվողների, ապա ըստ այդմ այլ ազգեր չեն լինելու ու ովքեր էլ որ կան, բոլորը արդեն բան են անելու, միմյանց եղբայր են լինելու։ Հա, հետո նաեւ սովետում այդ հայտնի տերմին դառավ ժողովրդների եղբայրություն, ազգերի բարեկամություն։ Սահմանները, իրական սահմանները կարևոր չեն, որովհետև այդ ազգ կատեգորիան ինքը կոնկրետ հասարակական տնտեսական հարաբերությունների արգասիկ է, որ կապիտալիստական հասարակարգի արգասիկն է, որտեղ կան ճնշվողներ ու որտեղ ասենք այդ ինստրումենտալիզացվում է ազգային թեման որպես հարստահարումը արդարացնելու միջոց, բայց քանի որ դա չի լինելու, ըստ այդմ արդեն սահմանների հարցն արանքից վերանալու է։ Բոլշևիզմը անաստվածության մասին է, անաստվածության առհասարակ Աստված որպես գերագույն
ինչ ասեմ, ոչ թե արժեք, այլ էակ չկա բոլշևիզմի մեջ եւ հետեւաբար նաեւ ասենք եկեղեցամերժությունը հոգեվորական դասի մերժումը բոլշևիզմը բութ խաղաղության քարոզի մասին է երբ որ իրանց իշխանությունը ավելի կարևոր է քան ազգի սահմանները այսինքն բոլշևիկները թքած ունեին գերմանացի կուր կգան կհասնեն իրանց պետք է իրանց իշխանություն ամեն ինչից վեր Լենինի հայտնի խոսքերից է հիմա այսօրվա Ռուսաստանը օրինակ ինչ կապ ունի այս բոլշևիզմի հետ այս բոլշևիզմի հետ կապ ունի այսօրվա Հայաստանի իշխանությունները եւ ամենակարևորը որ բոլշևիզմը հակազգային ապազգային լինելով նաեւ գլոբալիզմի մասին է մեզ ինչ կետեր թվարկեցի բնորոշեն այսօրվա դե ֆակտո իշխանություններին Հայաստանի ու նժդեի կռիվը եղել է այ իրանց նմանների հետ հիմա դուք կասեք բայց այնտեղ Ռուսաստանի տեսքով էր հա Ռուսաստանի տեսքով էր բայց քանի որ դուք այդ ուզում եք տարածել sense ամբողջ բանի վրա հայ-ռուսական հարաբերությունները դա տենց չի տարածվում դա այդպես չի տարածվում որովհետև հայ-ռուսական հարաբերությունները իրանք բավականին ինչ ասեմ խորն ու բազմաշերտ են եղել էլի քան ասենք այդ 1917 կամ լավ 1919-21-22 թվականի հարաբերությունները հետեւաբար երբ որ Նժդեհին որպես հեղինակություն փորձ է արվում ներքաշել այս թեմայի մեջ հիմնավորելու համար որ ինչ որ բան սխալ եմ ասում հասկանանք որ ոչ ես եմ սխալ ասում ոչ Նժդեն է սխալ ասում ուղղակի Նժդեհը սխալ է մեկնաբանվում Նժդեհի պայքարը եղել է եթե ուզում եք գտնել թե ովքեր են Նժդեհի այն ժամանակվա թշնամիների այսօրվա ասենց ասած քաղաքական ժառանգները հերոտեղ մի գնացեք Հայաստանի իշխանություններն են այն իշխանությունները որոնք 2021 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էին բա հա Սև լճի համար կամ այդ իշխանասարը որ տարին 12 ամիս ձյունա կռիվ չեն կանելով չէ կներեք հարգանքով մոտենանք մեկս մյուսին եւ մեր բանականությանը մի երկիր որը ունի այս տեսակ իշխանություն ինչի պիտի ունենա դաշնակից մի երկիր որը կամավոր ինքը իրան դնում է թուրքական վիլայեթի կարգավիճակում Վանի վիլայեթը օրինակ կարա ունենա դաշնակից կարա Ռուսաստանը օգնի Վանի վիլայեթին չի կարա եւ խնդրում եմ պետք չի ասել որ լավ դե այս իշխանությունների հետ ամեն ինչ པարզ է բայց մեկը ռուսները տենց չի եթե այս իշխանությունները իրոք ամեն ինչ པարզ է ապա դա պիտի նաև པարզ դարձնի որ անիմաստ է խոսել ռուսների, պարսիկների, հնդիկների, ուզբեկների, կալմիկների, ֆրանսիացիների, նիգերիացիների մասին որտեղ ամեն ինչ գայս է հենց այդ իշխանություններից եթե դու ունես մի իշխանություններ որոնք ապասուբյեկտայնացնում են քեզ Ամերիկայում ANC-ի ժողովուրդը գնացել էր լոբինգ էր անում այդ 21-22 թիվներ կարծեմ գնացել էր լոբինգ էր անում մեր հայկական թեմաներով ամերիկացիք շուռ են գալի ասում են բայց կներեք էլի մենք ընդհանրապես ձեզ ընդունելուց առաջ պրոտոկոլով ձեր եկի դեսպաններ եկել դե դեսպանա իրան շուտ ընդունեցինք ավելի հետո ձեզ այդ կինը ասում էր որ չկա էլ հարց պատասխան Թուրքիայի հետ հիմա դուք եկել եք նույն բանն եք ասում հիմա մենք ո՞նց անենք հա դուք մեր քաղաքացին եք հարց չկա բան բայց այն էլ այդ երկի դեսպաննա որի անց ինչ որտեղ դուք խոսում եք լինելով մեր քաղաքացին բա ես ինչ անեմ խեղճ Ամերիկա լինելով դե Ամերիկան է խեղճ այս միջակայքում որ Հայաստանի իշխանությունները տենց են այնպես որ վստահ եմ արդեն բարձր մնացած բոլոր բաները բա խաղաղապահը այս-ը եւ այլն առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր բնճիռները իրանք ոչ թե սխալ կլինի եթե ասեմ ամեն ինչ եկել է Հայաստանից եւ նախկինում եւ այս իշխանություններով չէ այդպես չի լինում բնականաբար եւ դա շատ ոնց ասեմ եւ քաղաքագիտական առումով սխալ կհնչի եւ նաեւ ազգային բարոյական բայց Հայաստանը պետքա լիներ թիվ 1 շահագրգռված կողմը որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չլինեին Գիտեք այդ հավասարը հավասարի հետ հարաբերություններում կարա լինի որ ասես ոնց ինքը անցած նոր տարուն ինչ չզանգեց շնորհավորես դե ես էլ այս նոր տարուն իրան չեմ զանգի օքեյ մի զանգի եթե դուք հավասար եք իրար կշռող հասարակական դիրքով ամեն ինչով լավ մի զանգի բայց Հայաստանը Ռուսաստանը հավասար չեն եղել եթե որ մեկի ուղեղում կա այդպիսի մոդել աշխարհի որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը հավասար են այդ մոդելի խնդիրն է որտեղ իրական կյանքում այդպես չի
որտեղ իրական կյանքում Թուրքիան կներեք, իրական կյանքում Ռուսաստանը քաղաքական երաշխիքներ է տրամադրել հայ-թուրքական սահմանի համար, քաղաքական երաշխիքներ ամրացված ինչ-որ սիմվոլիկ ռազմական ներկայությամբ, Գյումրիում եւ սահմանի երկայնքով։ Բայց օրինակ Հայաստանը ռուս-չինական սահմանի պաշտպանության համար համահավասար կարգով բան չի արել։ Սա պետք է հաշվի առնել։ Ու իրականում հայերս սա հաշվի առնող ենք։ Հիմա որ դուք հիշեք նոր տարնում եք զանգել, չեք զանգել, ոնց եք որոշելում զանգել, չզանգել, հաստատ լավ այդ քաղաքական հաշվարկները, ճակերտավոր ասած քաղաքական, բոլորս էլ անում ենք։ Եթե կարելի է դա այդպես կոչել, հա։ Ասենք մեկից օրինակ պարտքով փող վերցրածել ես դեկտեմբերի սկզբին, նոր տարու տակ։ Ու տենց նստես ասես, բայց անցած տարի ես էի առաջինը իրան զանգել, դե թող հիմա էլ ինքը ինձ բան անի, որպես Ալավերդի ինքը ինձ առաջինը զանգի, չէ, ոչ մեկ տենց չի ասի, իժետ ինչ-որ մեկը տենց ասի, ինքը իրան է վնաս տալի, որտեվ երկրորդ անգամ այդ մարդը իրան պարտքով փող չի տա, եթե սենց պարզացնենք մի քիչ իրականությունը բերենք հենց աղային դաշտ, միանշանակ ինքն է վերցնելու զանգի, օր ասի, այդ մարդը նոր տարվա տակ ձեր բռնեց էլի մի զանգեմ շնորհավորեմ, ասեմ ախպերս չեմ մոռացել, բան ոնց պայմանավորվել էինք, հեսա այս օրերը անցնեն, էլի բան ելնի, հելնեմ գործի ձեռս փող ֆռա, անպայման տալու եմ բան։ Բայց կենցաղային կյանքում այդքան շատ պարզ հասկացվում է իրականում, չէ՞։ Էլ եմ ասում, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները եղել են երկկողմանի միշտ, եւ նախկին իշխանությունների օրոք դե սրանց վաղ եկեք չանադառնամ, էլի, որտեղ սա խնդրեմ չի, սա արդեն հարաբերությունների թաղում է։ Բայց երկկողմանի լինելով հանդերձ, թիվ 1 շահագրգռված կողմը նախանձախնդիր կողմ պետք է լիներ Հայաստանը։ Ոնց անի, որտեղ խնդիր չլինի։ Թուրքերը այդքան հասկանում էին։ Ոնց անեն, էլ ոնց անեն, որ սեպ խրեն հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Մեր առիթը լինի երկար բարակ կպատմեմ ինչ էին ասում Կրեմլում, ինչ էին քարոզում եւ անձամբ, ասենք Ալիևն էլ եւ վճարովի մարդկանց միջոցով։ Անցանք առաջ։ Նա մի քիչ դժվար է առաջ անցնել, որովհետեւ անվերջ կարելի է մի քանի երևույթի նայել, չէ՞, այդպես հայտնի փիլիսոփայի լեգենդար բանը կա, իրական աուտենտիկ տողը, որը հետո արդեն դարձել է բան, նախ ինտերնետային դարաշրջանում էլ էր մեմ, հիմա առավել եւս մեմ է, ով այդտեղ ինչ ուզում դնում է, հիմա անվերջ կարելի է նայել, թե ինչպես են ընտրություններից առաջ գործող իշխանություններին իբր դեմ արտահայտվող ուժերը ամեն ինչ անում, որ այդ իշխանությունները վերարտադրվեն։ Առանձնակից արվել չեմ ուզում, որովհետև այսօրվա ասելիքը բավականին արդեն իսկ խիտ տարողունակ էր։ Զուտ բավականամ նշելով հետևյալը, որ ընտրական ճանապարհով ներկա իրականության մեջ, ներկա պայմաններում ընտրական ճանապարհով այս իշխանություններից ազատվելու համար մի քանի բան է պետք։ Ամենակարևորներից մեկը բարձր մասնակցությունն է, բայց ոչ թե հենց հենց մասնակցությունը, այլ ձայնը տալ այն ընդդիմադիր ուժերին, որոնք ունեն շեմը հաղթահարելու իրատեսական, վիճակագրորեն իրատեսական, ոչ թե հա բայց կանցնեն, չէ, հա բայց կանցնելով չէ, վիճակագրորեն հիմնավորելի իրատեսական հնարավորություն։ Ինքնին ուղղակի հենց հենց մասնակցությունը գնալ օրինակ ճղել կգաթերթիկը, թքել վրեն, մեջը գրել Չակ Նորիս, կամ որ հավասարազորաձայնը տալ ոչ անցողիկ ուժերին, այդ հավասարը ոնց որ այդ ձայնը տալ ոչ ուղիղ կերպով իհարկե, բայց անուղղակի կերպով այդ ձայնը տալ ԿՊ-ին։ Սա տերտերի գիտություն չի, տերտերի գործ չի, սա պարզ մաթեմատիկա է, այդպես է կահավորված Հայաստանի սահմանադրությունը եւ արդեն դրանից բխող ընտրական օրենսգիրքը։ Այս թեմային իհարկե դեռ առիթներ կլինեն անդրադառնալու, առջևում նոր զարգացումներ են, առջևում վստահաբար նոր արդյունքներ կլինեն սոցիոլոգիական հարցումների, որտեղ այդ որ ասում ենք իրատեսորեն, վիճակագրորեն հիմնավորելի անցողիկ հնարավորություն, դա ինչ-որ բանի վրա հենվում է,
եւ ավելի կծավալվենք այս թեմայի շուրջ, բայց դուք էլ առավելագույնս փորձեք յուրաքանչյուրին հասկանալի լեզվով ձեր զրուցակիցներին, ում դուք եք ճանաչում, այս բարձ իրողություն տեղ հասցնել, որ միմիայն մասնակցելով եւ նաեւ ձայնը տալով անցողիկ շանս ունեցող ընդդիմադիր ուժի ստեղծվում է հնարավորություն այս իշխանություններից ձերբազատվելու։ Մնացածը ինչքան լավ բաներ ասեն, ինչքան էլ լավ մարդիկ լինեն, ազնիվ նպատակներով, այդ արժեք չունի, որտեվ մաթեմատիկայի դեմ այդ ամեն ինչ անզոր է։ Այդպիսի լավ, բարի, պուպուշ կերպարներ եղել են նաև 2021 թվականի ընտրություններին, որոնք ուղղակի ձայներ փոշիացրեցին։ Էական չի, հակառնի հանվան է ասելու կարիք էլ չկա։ Մեծ հաշվով 3 ուժ է անցել խորհրդարան, ըստ որում ուղիղ ճանապարհով 2 ուժ ընդամենը ԿՊՆ Հայաստան դաշինքը, իսկ սահմանադրական նորմի ընտրական օրենսգրքի նորմերի գործարկման արդյունքում նաև բանը պատիվ ունեմը համարեք, որ մնացածը եղել են ձայն փոշիացնող։ Այդ մնացածից ովքեր որ հայտարարած են եղել, որ իրանք դեմ են գործող իշխանություններին, միգուցե ազնիվ են եղել, բայց քաղաքականությունը հրճակված ազնվության մասին չի ընդհանրապես, իսկ երբեմն նույնիսկ առհասարակ ազնվության մասին չի, բայց հատկապես հրճակվածի մասին որ չի, այլ քայլերի, այլ գործողությունների, մեծ հաշվով կյանքն էլ է տենց։ Քաղաքականությունից եթե վերացարկվենք առհասարակ կյանք, հիմա մեկին ասես քեզ սիրում եմ, 5 անգամ ասես սիրում եմ, 6-րդ անգամին նորից ասես սիրում եմ, մի հատ սիլ է։ Ու տենց 6-1, 12, 18, տենց 5 հատ սիրում եմ, մի հատ սիլ է, ինչ, այդ չեղավ սիրել, գործնա չէ կարևոր, իսկ մեր երկրում ես վստահ եմ, որ մարդկանց գրագիտության աստիճանը բավարար ներում է, այն մարդկանց, ովքեր որ ինչ-որ ընտրական հավակնություններ են բերում, հասկանալու համար, որ իրանք ունեն անցողիկ շեմահաղթարունություն, թե չէ։ Այս լուրջ հարց է ու այս լուրջ հարցի մասին երևի ինչ քաղաքագետի կաբինետը մեկնարկել ենք այս կամ այն չափով խոսում ենք ամեն եթերին եւ պետք է շարունակենք խոսել, որովհետեւ դեպա կներեք, այսինքն առաջիկա տարիների Հայաստանի ճակատագիրը կախված է այս ընտրություններից մեծ չափով, ոչ միայն այս ընտրություններից, բայց մեծ չափով, Ֆիդանը իրան ճողում ասում է դեմ ընտրություններ են, մարդը մի բան գիտի չէ, որ ասում է իրանց պետք է, որ արդեն որերորդ անգամն է 1, 2, 3-րդ անգամ այս մարդը վերընտրվի, որ ասեն վсё, ով կարա անդե խոսա լեգիտիմ, չլեգիտիմ եւ այլն, ով էլ խոսակ ասեն մարգինալ է, յանը տարել է, այս մարդը 3-րդ անգամ է վերընտրվում։ Ունենք մենք Հայաստանի ներսում ազդեցություն այդ ամեն ինչի վրա, այո, եւ նաեւ ազդեցություն այն անձանց ուժերի, որոնք նույնիսկ լավ ցանկություններից դրդված կփորձեն բան անել։ Հիմա մի քիչ կոպիտ բառ պետք է ասեմ, բայց ոտի տակ ընկնել։ Որտեվ այո, դա ոտի տակ ընկնել, ոտի տակ ովքեր են ընկնում կենցաղային խոսքում, չէ, հիմնական փոքր խաղացողների մասին են ասում, երեխեքի մասին բաղդատած մեծերի, փոքր խաղացողներ, փոքր փայատերեր, մեծ փայատերեր, բա շատ կներեք, այս քաղաքականությունն է, այս էլ համապատասխան բառակապակցությունն է։ Այո, պետք չի ընկնել ոտի տակ, որտեվ ցանկացած 2000 ձենը, 568 ձենը, ել չեմ խոսում 4879 ձենը, որը ուղղակի փոշիանալու է, դրա մի մասը կարա գնա անցողիկ շեմը հաղթահարելու կարողություն ունեցող ընդդիմադիր ուժերին, արդյունքում պատկեր փոխվի այս կամ այն կերպ։ Շատ լավ, այս թեմային դեռ կանադառնանք, այսօրվա ասելիքը այսքանն էր, լավ եղեք, պինդ եղեք, վերջում ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի։